մի դիտարկում էլ անեմ, հաց ու փոխանցեմ ձեզ Արագ։ Վերջերս հայտարարվեց ձեր քաղաքական ուժի կողմից, որ ընտրվելուց հետո զորակոչիկների ընտանիքներին 40,000 դրամ պետք է հատկացվի։ Անկեղծ ասած, այս հայտարարությունը ես հասկանում եմ մարդիկ սոցիալական ծրագրերի կարիք ունեն, բայց շատերի մոտ ցավ առաջացրեց այն իմաստով, որ ՔՊ-ն է, հա, փորձում ինչ-որ պարգևավճարներով, չգիտեմ, խրախուսական գումարներով ինչ-որ բաներ անել, բայց գոնե բանակը պետք է զերծ պահենք դրան, որովհետև ի վերջո հանուն պետության, հանուն երկրի, հա, այդ գոնե բանակը չներքաշվի դրա մեջ։ Կարող եք սա բացատրել այս նախաձեռնության նպատակը, որովհետև ի վերջո ինքնազոհության, հա, հայրենիքի պաշտպանության գաղափարը փողով չէ։ Հայրենիքի պաշտպանությունը պետք է մարդկանց հնարավորություն տա, առաջ հերթին ես ասեցի, ընդամենը 1 տարի հետո մենք իջեցնելու ենք ծառայության ժամկետը 1 տարի եւ իրենք վճարվելու են։ Դրա համար մենք չենք ասում տասնյակ հազար դոլարներ ենք վճարելու, բայց մարդը, երիտասարդը, որ ծառայում է բանակում, պետք է ունենա մինիմալ հնարավորություններ։ Դա այն մինիմումն է, որ մենք ապահովելու ենք իրենց, գնալով դա մեծանալու է այդ թիվը։ Պետության հնարավորությունների հետ այդ թիվն էլ է մեծանալու, որ բոլորը ձգտեն, բոլորի համար դա լինի պատվաբեր ծառայություն, չմտածեն, որ նույնիսկ մենք գնալու ենք նրան, ընդհանրապես մենք հետագայում պարսագույն կրթություն անվճար ենք անելու, բայց իրենք ունենալու են ամենամեծ հնարավորությունները։ Դա անելու ենք, անպայման անելու ենք եւ ես գտնում եմ դա անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդը ինչ որ չափով, որտեղ դուք գիտեք, սրանք հասցրել են այս երկիրը աղքատության։ Նույնիսկ այդ 40,000 դրամը իրենց ընտանիքների համար շատ կարևոր է լինելու։ Պատկերացրեք Շիրակի մարզը իրենց վիճակագրական թվերն եմ ասում, 43% աղքատություն կա։ Այսինքն այդ 43%-ի երեխաները, որ գնում են բանակ, այդ 40,000 դրամի կարիքը շատ ունեն։ Այս մարդը նույնիսկ իր մարզն է հասցրել, 2 անգամ ավելացրել է, 19%-ը հասցրել, չէ, 20%-ը հասցրել է 39% աղքատության մակարդակը։ Ոնե իր մարզի համար կարար մի քիչ ուղեղ ունենար, ինչ որ բաներ մտածեր։ Ոչ մի բան չեն արել, ոչ մի բան, չեմ ուզում նորից վերադառնամ ասֆալտին։ Էս են արել, վարկ վերցրել, կախել պետության գլխին, գնացել ասֆալտ են փռել, գյուղերում, որ հիմա էլ ասեն դե ասֆալտ ենք արել, ձայն տվեք մեզ։